Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղ լարված, էմոցիոնալ ցնցումներով, հոգեբանական ծանրագույն շերտերով եւ պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծական ու կանխատեսող թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի խճճված ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա։ Ինչպես միշտ, մեր վերլուծությունը կներկայացնենք մեկ ամբողջական էմոցիոնալ հոսքով, որպեսզի դուք կարողանաք լիովին ընկղմվել այս դրամատիկ պատմության մեջ։ Հարմար տեղավորվեք, այսօրվա բացահայտումներն ուղղակի կցնցեն ձեզ։ Սերիալում այս պահին ամեն ինչ պտտվում է Գոռի առեղծվածային կերպարի շուրջ, բայց ինքը Գոռը պարզապես չկա։ Նա վերածվել է ուրվականի, ում փնտրում են բոլորը։ Ոստիկանությունը գալիս է Հարութի տուն, հույս ունենալով, որ նա տեղեկություն ունի իր նախկին ընկերոջ գտնվելու վայրի մասին։ Սակայն Հարութն ինքն էլ ծայրահեղ անհանգստության մեջ է։ Նա օրեր շարունակ փնտրում է Գոռին ու ոչ մի հետք չի գտնում։ Քննիչի հեռանալուց հետո մնում է միայն մեկ տրամաբանական հարց. ով է վերացրել Գոռին։ Արդյոք նա թաքնվում է, թե այն մարդիկ, ում համար նա աշխատում էր, արդեն ընդմիշտ լռեցրել են նրան։ Մինչ ոստիկանությունը փնտրում է Գոռին, Սեդան ապրում է իր կյանքի ամենածանր հոգեբանական պայքարը։ Այդ անիծված թազբեհը գտնելուց հետո նա, խեղդվելով ցավից ու կասկածներից, որոշել էր գնալ ոստիկանություն եւ ցուցմունք տալ Հարութի դեմ։ Սակայն հասնելով բաժին եւ կանգնելով քննիչի դռան առաջ, նրա սիրտն ու ենթագիտակցությունը հաղթում են տրամաբանությանը։ Սեդան չի կարողանում ոչ մի բառ արտասանել այն մարդու դեմ, ում հասցրել է սիրել։ Ահավոր հուզված, արցունքներն աչքերին, նա թողնում ու հեռանում է միջանցքից։ Սա ապացուցում է, որ Սեդայի հոգու խորքում դեռ ապրում է այն հույսը, որ Հարութն անմեղ է։ Ոստիկանությունից փախչելուց հետո Սեդան հանդիպում է Մինասին եւ այստեղ տեղի է ունենում սերիալի ամենաուժեղ եւ ճշմարտացի երկխոսություններից մեկը։ Սեդան, ով վերջերս սեփական աչքերով էր տեսել եղբորը Մանեի հետ շոգեբաղնիքում, բացատրություն է պահանջում այս կեղտոտ սիրավեպի համար։ Մինասը, ով սովոր է բոլորին դասեր տալ, հանկարծ սկսում է խղճուկ կերպարով արդարանալ, ասելով, թե բանը պատահել է եւ որ կյանքում ամեն ինչ էլ լինում է։ Բայց Սեդան իջեցնում է ամենածանր հարվածը։ Նա հարցնում է, թե ինչպես կարձագանքեր Մինասը, եթե մի օր նման բան պատահեր իր կնոջ Սյուզիի մոտ։ Այս հարցը խոցում է Մինասի էգոն։ Նա ակնհայտորեն զայրանում է, քանի որ նրա սեփականատիրական բնազդը երբեք թույլ չէր տա հանդուրժել նման բան։ Սեդան բաց տեքստով հայտնում է իր ահռելի հիասթափությունը եւ խորհուրդ է տալիս եղբորը վերանայել պահվածքը, նախքան վերջնականապես կկործանի իր ընտանիքը։ Ավելին, Սեդան բացում է Մինասի աչքերը կամ գոնե փորձում է։ Նա վստահեցնում է եղբորը, որ Մանեն պարզապես օգտագործում է նրան նվերից կամ հենց իրենից վրեժ լուծելու համար։ Բայց Մինասն այնքան է կուրացել կրքից, որ սկսում է պաշտպանել Մանեին, պնդելով, որ նա շատ լավ աղջիկ է եւ որ նման բան անհնար է։ Այս տեսարանը վերջնականապես համոզում է Սեդային, որ իր եղբայրը թունդ սիրահարված է եւ գտնվում է Մանեի մանիպուլյացիաների կատարյալ ազդեցության տակ։ Իսկ մինչ Մինասը պաշտպանում է հրեշտակ Մանեին, վերջինս շարունակում է իր ստվերային թունավոր կապը նվերի հետ։ Մանեն հանդիպում է նվերին ու տալիս իր սարսափելի երդումը։ Նա վստահեցնում է, որ լիովին նվերի կողմից է եւ կկատարի նրա ցանկացած հրաման Մինասից, Սեդայից ու Հարութից դաժանաբար վրեժ լուծելու համար։ Նրանք դառնում են սերիալի ամենավտանգավոր դաշինքը, պատրաստ անցնելու դիակների վրայով։
Այս քաոսի ֆոնին Հարութը խելագարված փնտրում է Սեդային և գտնում է նրան իր տան բակի մոտ։ Այն, ինչ տեղի է ունենում նրանց միջև, սիրտ կեղեքող է։ Երբ Հարութը անտեղյակ ամեն ինչից հետաքրքրվում է, թե ինչ է պատահել և ինչու է Սեդան փախել, աղջիկը դեմքին է շպրտում ամենադաժան բառերը։ Նա ասում է, որ ատում է նրան, որ համոզված է հենց Հարութն է իրեն բռնաբարել։ Պարզապես ինքը չկարողացավ ստորանալ և գնալ նրա դեմ բողոք կրել։ Հարութը հայտնվում է կատարյալ շոկի մեջ։ Նա երդվում է, որ կյանքում առաջին անգամ է տեսնում այդ թազբեհը և գաղափար անգամ չունի, թե այն ինչպես է հայտնվել իր ուսապարկում։ Բայց Սեդայի սիրտը քարացել է։ Նա չի հավատում ոչ մի խոսքի և սպառնում է, որ ամեն ինչ պատմելու է Մինասին։ Այստեղ մենք կարող ենք վստահաբար կանխատեսել, որ թազբեհը Հարութի պայուսակում հայտնվել է դիտավորյալ։ Ով կարող էր դա անել։ Միգուցե Մանեն, երբ Հարութը գնացել էր նրա մոտ Սեդայի տեղն իմանալու, կամ գուցե հենց գոռի վերջին արարքն էր դա Հարութին վերջնականապես վարկաբեկելու համար։ Եվ վերջապես սերիալի ամենախորհրդավոր դրվագը։ Օրեր շարունակ անհետացած Էլենը վերջապես կյանքի նշան է տալիս։ Նա զանգահարում է Սյուզիին, բայց չի խոսում։ Լսափողի մյուս ծայրում տիրող քար լռությունը շատ ավելի սարսափելի է, քան ցանկացած բառ։ Սյուզին հայտնվում է ահավոր տագնապի ու անհանգստության մեջ։ Ինչ է սա նշանակում։ Արդյոք Էլենին պահում են որպես պատանդ և նա կարողացել է գաղտնի զանգել։ Թե սա նվերի հոգեբանական խաղի հերթական մասն է Սյուզիին խելագարության հասցնելու համար։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ։ Ով է գաղտնի դրել թզբեհը Հարութի ուսապարկում։ Եվ ինչ կանի Մինասը, երբ Սեդան նրան պատմի իր կասկածների մասին։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ և կքննարկեմ դրանք ձեզ հետ։ Ինչպես նաև չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր ալիքին, առաջիկա ամենաթեժ զարգացումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շատ շուտով։